քաղաքականության եւ պետության պատկերացումների մասին։ Ինձ համար մարդու հետ շփումից դուրս քաղաքականություն չկա, որովհետեւ քաղաքականությունը մարդու հետ խոսակցությունն է։ Երկրորդը, քաղաքական եւ աշխարհքաղաքական է մնացած հարցերը։ Փառք Աստծո, դուք տեսնում եք, թե մենք ինչպիսի այսօր Հայաստանը երբեք հարաբերությունների այնպիսի լայն շարավիղ չի ունեցել իր ողջ պատմության ընթացքում եւ աշխարհաքաղաքական եւ միջազգային ավելի մեծ հեղինակություն չի ունեցել իր ողջ պատմության ընթացքում եւ իմ ընկալումն է, որ պետության ղեկավարի կարևորագույն գործերից մեկը պետական ինստիտուտները կայացնելն է, որպեսզի պետական ինստիտուտները աշխատեն եւ քաղաքական լիդերների համար ավելի շատ ժամանակ թողեն ռազմավարական հարցերի շուրջ մտածելու ներքին Այս ռազմավարական հարցերի մասին եմ ասում։ Ես հիմա ձեզ հետ խոսալ ես ձեզ հետ իհարկե տալիս եմ։ Մենք այսօր մարդկանց հետ շփումների ընթացքում տեսնում ենք, ես ձեզ մի դրվագ պատմեմ, որ սկզբունքային կարևոր նշանակություն ունի։ Երեք մի կին մոտեցավ ինձ Մալացիա Սեբաստիան համայնքում եւ ասեց հետեւյալը. ասացնեն եք, որ շատ հարցեր ունեմ ես։ Ասի գիտեք ինչ, քանի որ սենց քայլելու փողոցի ռեժիմում եմ, ասի ես խնդրում եմ ձեզ մտածեք այդ ձեր բոլոր հարցերի մասին եւ ասեք ձեզ հուզող ամենակարևոր հարցը։ Ես մտածում եի հիմա ինչ որ թաղի փողոցի բանի հետ կապված հարց կլինի, որովհետեւ ի սկզբանե իր մոտեցածի տրամաբանությունը ինձ տենց թե մեկ էլ մի պահ մտածեց, ասեց ամենակարևորը խաղաղությունն է։ Եվ դա շատ էական է, որպեսզի մենք մարդկանց հետ շփումներով կարողանանք մեր ռազմավարությունները ճիշտ որդեգրել, որովհետև քաղաքականությունը մարդու համար է։ Մենք որոշումներ կայացնում ենք, որպեսզի դա մարդկանց կյանքի վրա ազդի։ Մենք պետք է որոշումները կայացնենք, հետո դուրս գանք, տեսնենք այդ որոշումները ոնց ազդեց մարդկանց կյանքի վրա։ Ազդեց թե չազդեց։ Ազդեց այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, թե չազդեց այնպես։ Ես եւ ի շարունակություն։ Այսօր մենք այս մեր շրջագայություններով մենք համոզվեցինք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով։ Ինչի՞, որովհետեւ մարդիկ միաբերան ասում են առաջինը խաղաղությունն է, երկրորդը մենք տեսնում ենք, որ առողջության ապահովագրության այն համակարգը, որ մենք ներենք դրել, ճիշտ ժամանակին դիպուկ 10-ին խփած որոշում է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։